Դեկտեմբերի 16-ից 21-ը այցելեք իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահ ձեր ամանորյա հրաշքի հետևից։ Սալիկներ, սանկերամիկա, պաստառներ, ջերուցում, լամինատ, դռներ եւ ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար մեկ վայրից։ Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Շարունակում է շատ հետաքրքիր իրադարձություններ, որոնք կապված են այդ թվում նաև մեր երկրի հետ։ Մենք լսեցինք մեկ օրվա ընթացքում երկու արձագանք, որոնք կապված են այսպես կոչված Թրամփի ուղու, Թրիփի հետ։ Մեկը մեր վաղեմի հին դաշնակից Ռուսաստանն է, մյուսը մեր հարևան Իրանն է։ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Հայաստանի դեսպանի զրույցի ժամանակ նշել է, որ Թրիփը ոչ այն է, ինչ որ Զանգեզուրի միջանցք եւ նոյեմբերի 9-ի տրամաբանությունից մեծ հաշվով ոչ մի բանով չի տարբերվում եւ Իրանը շարունակում է մտահոգ լինել այս նախագծի շուրջ եւ ահա Մոսկվայից մենք լսեցինք հետեւյալ արձագանք ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել Թրամփի ուղի նախաձեռնության պարամետրերը եւ Մոսկվայի հնարավոր մասնակցությունը այս նախագծում։ Նրանք նշում են, որ Երևանի հետ խորհրդակցությունները կարող են սկսվել այն բանից հետո, երբ Մոսկվան մանրակրկիտ ուսումնասիրի նոր տրանսպորտային միջանցքի վերաբերյալ հայ-ամերիկյան առաջարկները։ Այս թեմայի շուրջ եւ այլ թեմաների շուրջ մենք այսօր խոսելու ենք Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբաջյան։ Բարև ձեզ։ Երևանը եւ Վաշինգտոնը պատրաստ են Մոսկվայի հետ քննարկել Թրիփում հնարավոր մասնակցությունը։ Կարծում եմ, որ Մոսկվային հուսադրել է նաեւ ուկրաինական պատերազմի շուրջ վերջին բանակցությունները։ Գիտեք, նախորդին Բերլինում կարևոր քննարկումներ էին Մերցի անմիջական մասնակցությամբ Վիտկոֆի եւ Քուշների ամերիկյան պատվիրակության այսպես ներկայանալի խմբի ուղղակի ներգրավմամբ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել ամենայն դեպս եվրոպական տերությունների առաջնորդների կարևոր առաջատար երկրների հայտարարությունը հուսադրող է, որ առաջիկայում կարող է իրապես այդտեղ բեկում տեղի ունենալ եւ ռուս-ամերիկյան համաձայնությունը Ուկրաինայի շուրջ կարող է ռուսներին նաեւ այդպիսի հույսեր տալ, որ համաձայնություն կա, պարոն Բաբաջանյան։ Նու առնվազն պայմանավորվածությունները Ռյաբկովը որոնք տանում են դեպի համաձայնություն։ Այո, գոնե ընդհանուր շրջանակը արձանագրումների հայտարարության մեջ կան այդպիսի գոնե նշաններ, որ կողմերին հաջողվել է համաձայնության հասնել գոնե հիմնարար այն առարկությունների, այն անհանգստացնող հարցերի շուրջ, որոնք օրինակ գոյություն ունեին մի քանի օր առաջ։ Մենք հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանից էլ կան բավական այսպես դրական հայտարարություններ, Ռյաբկովը օրինակ հայտարարում է, որ կարծես մոտ է հակամարտության հանգուցալուծումը։ Ինչևէ, կարծում եմ, որ այս խոսակցությունը հույս է արտնացրել, որ Ռուսաստանը կարող է իր հայացքը ուղղել դեպի Կովկաս, դեպի ավանդական այն գոտիներ, որտեղ իր ազդեցությունը եղել է շատ մեծ եւ գոնե ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը ավելի քիչ ուշադրություն էր դարձնում։ Մենք գոնե կանխատեսում էինք այսպիսի զարգացումներ, իհարկե դերևս շուտ է խոսել վերջնական պատերազմի վերջնական հանգուցալուծման մասին, բայց Ռուսաստանը փորձելու է իհարկե այս փուլում նաև զուգահեռ ակտիվացնել իր ներկայությունը, իր ուշադրությունը այս ուղղությամբ, Կովկասյան ուղղությամբ, որովհետև Միացյալ Նահանգների, Եվրամիության առանձին երկրների հետաքրությունը Հարավային Կովկասի, հատկապես օրինակ Հայաստանի, նաև Կենտրոնական Ասիայի առանձին երկրների աննախադեպ է եւ Ռուսաստանը հաստատապես կարող ենք ասել, որ այլևս չի կարող այն
մասշտաբով վերադառնալ թե հարավային Կովկաս եւ թե կենտրոնական Ասիա, ինչպիսին ունեցել է, օրինակ ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ։ Եվ իհարկե Թրիպին միանալու ռուսական էս ծրագիրը ոչ թե ցանկություն է մաս կազմել այդ ծրագրին, այլ ուղղակի խափանել, որտեղ հասկանում ենք, որ ռուսների մասնակցությունը մենակ մի բան կարող է նշանակել, որ դա ուղղակի կյանքի չկոչվի, որովհետև այն ինչ նպատակադրվել էին ռուսները թուրքերի եւ ադրբեջանցիների հետ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ընդհանրապես այդ ճանապարհի նկատմամբ հայկական իրավազորության որևէ տարր չէր թողնում, որևէ շանս չէր թողնում եւ այդ ճանապարհի ըստ էության էքստրատերիտորիալ շահագործումը նշանակում էր հայկական պետականության ուղղակի չեղարկում։ Եթե Հայաստանը կորցնում է այդ 43 կիլոմետրանոց ռազմավարական նշանակության այդ ուղին, Հայաստանը այլևս կորցնում է իր կենսունակությունը որպես պետականություն։ Եվ ի սկզբանե կարող ենք հիմա արդեն համոզված ասել, որ 44-օրյա պատերազմի նպատակների առանցքում եւ հիմքում եղել է հայկական պետականության չեղարկումը։ Ավելին վարչապետը հիմա արդեն անթակույց խոստովանում է, որ իրեն առաջարկ արվել է պատերազմը դադարեցնել հայկական պետականության դիմաց։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը ասում է, որ ռուսները մեզ մոլորեցնող հետախուզական տվյալներ են տվել պատերազմի մեկնարկից առաջ։ Հիմա սրանից ավել էլ ինչ պիտի անեին ռուսները, որ մենք այսպես կոնսենսուսով հասկանայինք, որ ընդհանրապես ռուսներին պետք է ցույց տալ, թե որտեղ են ձմեռում խեցգետինները, ոչ թե ասել, որ մենք ունենք ռազմավարական նպատակ Եվրամիության անդամ դառնալու, բայց նպատակ չունենք Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու։ Այս էլ ձեր պատասխանն է։ Առայժմ։ Ուրեմն, եթե չեք անում համարձակ քայլեր, կամք չեք դրսևորում, ձեր վրա ոտքերով քայլում են ռուսները։ Իրենք ուրիշ լեզու չգիտեն։ Իրենք միայն հարգում են նրանց, ովքեր իրենց արժանապատվությունը պաշտպանել գիտեն։ Օրինակ Ալիևին։ Ովքեր իրենք արժանապատվություն պաշտպանել գիտեն, չէ՞ ժամանակին անում էին վրացիներին ի դեպ։ Վրացիները ցույց էին տալիս իրենց դիրքերը եւ անզիջում էին։ Հիմա մենք, այո, ժամանակին այդպես էր, ժամանակին եւ նրանք հարգանքի էին արժանանում։ Իրենք չեն հարգում նրանց, ովքեր այսպես երերում են սահմանագծին։ Եվ սա շատ բնական վիճակ է, այնքան բնական, որ Լավրովը նույնիսկ առանց անհարմար զգալու նախորդին իրանական հերոստանգերությանը ասում է թող մի օրինակ ցույց տան, որ Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակցին։ Շատ լավ է, որ այդպիսի հարցեր առհասարակ հնչում են։ Այդ մեզանից է գնում, որ Իրանում այդպիսի հարցեր են հնչում, որտեղ մեր օրինակով Իրանի մեր գործընկերները հիմա հասկանում են, թե ում հետ գործ ունեն եւ ինչքանով կարող են հենվել ռուսների վրա։ Եվ ճիշտ ասած այսօր նաև պաշտոնյաների հետ էինք հանդիպում Իրանի դեսպանատան։ Իրենց հարցադրումներն էլ ընդհանուր առմամբ հենց դրա մասին էին, որ ռուսները չեն կարող ընդհանրապես լինել հուսալի։ Բայց այդ մասը թողնելով ընդհանրապես հասկանանք, որ մենք չենք կարող խաղաղություն հետապնդել, ավելին կայուն խաղաղություն հետապնդել, մնալով հապկում թեկուզ սառեցված, մնալով ԵԱՏՄ-ում թեկուզ ժամանակավորապես, որովհետև գալու է մի պահ, որ ուղղակի մեզ շատ ծանր քաղաքական իրողությունների առջև են դնելու, երբ մենք ուղղակի ի վիճակի չենք լինելու ընտրել։ Մեզ ուղղակի ստիպելու են անել քայլեր, որոնք մեր կամքին, մեր ցանկությանը դեմ են լինելու եւ այդտեղ մենք լրջագույն հեռանկարներ ենք Հայաստանի համար զիջելու, որովհետև ժամանակին բավարար կամք, բավարար խիզախություն չենք հանդես բերել, ուղղակի ընտրություն կատարելու իմաստով եւ արդյունքում մեզ թվում է, որ մենք կարող ենք այսպես ճարպկություն հանդես բերել եւ միջազգային հարաբերություններում վարվել այնպես, ինչպես կարող ենք թույլ տալ երկրի ներսում վարվել, բայց այդպես չի միջազգային հարաբերությունները։ Առավել եւս այս իրավիճակում, երբ կոնկրետությունը չափազանց կարևոր է։ Հիմա ռուսները մեզ վերջնագրերով են
մեզ հետ խոսում։ Եվ ես տեսնում եմ, որ Հայաստանի պաշտոնյաները բավական անհանգիստ շարժումներ են անում, ասում են, որ ռուսները չեն կարող մասնակցել, հասկանալով թե ինչ ռիսկեր։ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունն է։ Խանդանյան, Ռուբեն Ռուբինյան, դրանք շատ անհանգիստ հայտարարություններ են, առնվազն անակնկալ է Ռուսաստանի այս 4-րդ դեպարտամենտի պաշտոնյայի հայտարարությունը Հայաստանի իշխանությունների համար։ Իսկ սա նշանակում է, որ կոմունիկացիա չկա Հայաստանի եւ Ռուսաստանի միջև։ Եվ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երկկողմ ձևաչափով ռուսաստանցի գործընկերների հետ կոմունիկացնեն այս հարցերը եւ ի սկզբանե ասեն, որ օրինակ մենք պատրաստ ենք օրինակ Ռուսաստանին մասնակից դարձնել այս չափով, բայց նախագծում ռուսները չեն կարող լինել։ Որպեսզի այս խոսակցությունը չծավալվի հրապարակային այս հարթության մեջ։ Եվ ռուսները իմանան, թե ընդհանրապես Հայաստանի պատկերացումը Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ այս նախագծում ինչ ծավալների մասին է։ Որովհետև հասկանում ենք, չէ, որ ռուսական սպառնալիք ունենք երկրում։ Սահմաններին ռուս, ուրեմն սահմանապահներ ունենք, հատուկ ծառայությունների ներկայացուցիչ, ռազմաբազա ունենք, ամբողջ քաղաքական դաշտի մի ահռելի հատված իրենց գործակալներն են։ Եկեղեցի ունենք։ Եկեղեցին դուք նշեցիք։ Այս բոլորը ուղիղ նպաստում են, որպեսզի տրիպը, խաղաղությունը, Հայաստանի հարատևությունը, Հայաստանի բարեկեցությունը ուղղակի տեղի չունենա։ Առնվազն դրվի հարցականը։ Նպատակը դա է, որտեղ Ռուսաստան, այնտեղ չի լինելու խաղաղություն, որտեղ Ռուսաստան, այնտեղ չի լինելու հարատև խաղաղություն, որտեղ Ռուսաստան, այնտեղ չի լինելու ոչ մի հայկական բարեկեցություն։ Եթե մենք շարունակելու ենք այսպես իներտ եւ անողնաշար քաղաքականություն վարել, այդ առանցքային ֆունդամենտալ հարցերում եւ շարունակելու ենք մեզ թվալու, որ մենք տնտեսական օգուտներ ենք ստանալու Եվրասիական տնտեսական միությունից ու քաղաքական օգուտներ ենք ստանալու Եվրամիությունից ու այդպես կարողանալու ենք երկու աթոռի վրա մանևրել, չի լինելու այդպես։ Հստակ պիտի Հայաստանը ունենա հասցե եւ Հայաստանը պիտի երկկողմ ձևաչափով արժանապատիվ հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ։ Բազմակողմ այս դաշինքային հարաբերությունները թե հապկի ձևաչափով, թե ԵԱՏՄ-ի ձևաչափով ուղղակի անընդունելի եւ անթույլատրելի է։ Այլևս այսպես հնարավոր չի շարունակել։ Ավելին, մնալ հապկում, մնալ ԵԱՏՄ-ում, հայ-իրանական սահմանին, հայ-թուրքական սահմանին ունենալ ռուսական ներկայություն հնարավոր չի տրիպը կենսագործել։ Մենք այս պահին պիտի արդեն քննարկում ունենայինք, թե ինչպես ենք եւ երբ ենք ռուսներին դուրս բերում օրինակ հայ-իրանական սահմանից, որպեսզի Կալուգինը մեզ այսօր չհիշեցներ, որ այնտեղ ռուս սահմանապահներ կան եւ ավելին չհիշեցներ, որ կոնցեսիոն կառավարմամբ մենք փաստորեն երկաթուղի ենք։ Շատ հստակ հիմնավորում է, գիտեք։ Եվ ճիշտ է անում։ Այո։ Ինչու պետք է մենք մասնակցություն ոչինչ սխալ չեն անում։ Հարցերը մերն են, որ մենք այս աստիճան ամերիկացիների հետ պայմանավորվածություններ են կայացրել, այսքան կարևոր, եւ հարցերը միջև վերջ չենք ճշգրտել ռուսների հետ։ Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, որ այստեղ Աշխաբադում խոսակցություն է եղել Փեզեշքյանի եւ օրինակ Պուտինի միջև։ Ընդամենը 3 օր առաջ։ Դուք կոոպերացիա չեք բացառում իրենց միջև այս հարցում։ Կարծում եմ, որ ռուսները, որոնք որ կարծես արդեն քննարկում են Իրանի հետ հապկի շրջանակներում, այսպես առանձնահատուկ համագործակցության հերանեկարների մասին, խոսում են նաև, որ հենց Իրանի միջոցով կարողանան տապալել հայ-ամերիկյան խաղաղության գործարքը։ Իհարկե հույս ունեմ, որ վիլայեթի հետ կապված մենք կկարողանանք առաջիկայում իր մտահոգությունները չեզոքացնել, որտեղ Իրանում միշտ մենք ավելի մեծ ընկալում ենք գտել, քան Ռուսաստանում, բայց սա նաև հուսադրում է այն իմաստով, որ ռուսները հասկանում են, որ իրենք ռեսուրս չունեն այստեղ որևէ բան տապալելու եւ իրենք մեր բարեկամ Իրանի միջոցով են փորձում Հայաստանի հետ հարաբերվել եւ Հայաստանի հետ հարցեր լուծել։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը
տարբեր մակարդակներով եւ անվտանգության խորհրդի քարտուղարի եւ արտգործնախարարության մենք կարողանանք իրանցի մեր գործընկերների հետ ուրեմն ինտենսիվ քննարկում սկսենք եւ առաջացած նոր մտահոգությունները չեզոքացնենք։ Նույնը պիտի անենք նաեւ ռուսների հետ։ Եվ զուգահեռ պիտի իրապես քայլեր ձեռնարկենք, որոնք ռուսներին շատ ավելի կանխատեսելի կդարձնի Հայաստանի վարքագիծը։ Մենք չենք կարող գնալ ԵԱՏՄ վարչապետերի, նախագահների, ուրեմն այդ բաներին գագաթնաժողովներին մասնակցենք, հետո գնանք Բրյուսել ռազմավարական գործընկերության օրակարգ ստորագրենք, ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերենք, մի բան, որ հապկանդամ երկիրը չի կարող անել, որովհետև կներեք, պարտավորություններ ունենք հապկի շրջանակներում, սառեցված անդամության կարգավիճակ որպես այդպեսին չկա, մեզ քանի անգամ ռուսները հիշեցնում են, իսկ դա նշանակում է, որ մեր ձեռք բերած պայմանավորվածությունները օրինակ Գերմանիայի հետ, մենք այդ տեխնոլոգիաները եւ սպառազինությունը, որ կարող ենք ձեռք բերել Գերմանիայից, պետք է կիսվենք դաշինքի անդամ մյուս պետությունների, այդ թվում Ռուսաստանի հետ։ Ինչը պատկերացնում եք, չէ՞, ինչ է նշանակում Գերմանիայի եւ Եվրամիության անդամ մյուս պետությունների համար։ Առժամանակ նրանք ուղղակի այս հայտարարություններից հետո եւ Հայաստանի վարքագիծը, եթե շարունակեց այսպիսի գրավորականություն հանդես բերել, ուղղակի մարդիկ չեն ուզենալու մեր հետ գործ ունենալ, որովհետեւ տեսնում են, որ մենք բավարար խիզախություն չունենք, բավարար կամք չունենք մեր արժանապատվությունը, մեր դիրքորոշումը եւ մեր քաղաքականությունը առաջ տանելու, որովհետեւ չենք ասում օրինակ, գիտեք ինչ, կարող եք մեզ թույլ տալ եւս 6 ամիս մնալ Եվրասիական տնտեսական միությունում, որտեղ պատրաստվում ենք օրինակ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Եվրոպական միության անդամակցության հայտ ներկայացնել։ Չեք թույլ տալիս, ուրեմն մենք հենց հիմա պիտի քայլեր ձեռնարկենք։ Ի վերջո տարի եւ կես առաջ եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկում է եղել Հայաստանի կառավարության միջև, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ծրագրեր կան եւ հնարավոր սանկցիաները, հատկապես գազի հետ կապված, կարող են խնդիրներ առաջացնել Հայաստանի համար եւ Եվրոպական միությունը առաջարկեց, որ եւ համաձայնեց այդ վնասները վճարել, մոտավորապես 2 միլիարդի մասին էր խոսքը։ Ես չգիտեմ, արդյոք նորոգվել են այդ խոսակցությունները, արդյոք թարմացվել են այդ պայմանավորվածությունները, թե ոչ, բայց մենք դրանից հետո ոչինչ չենք ձեռնարկել, ոչ մի քայլ չենք արել։ Համենայն դեպս հանրային խոսքում չկա։ Առնվազն մենք պիտի հաջորդեին Հայաստանի իշխանությունների արդեն գերատեսչական տարբեր մարմինների բանակցությունները եվրոպական համապատասխան ուրեմն իրենց գործընկերների հետ։ Դա չենք ունեցել։ Բացառապես ներքին գործերի նախարարի մակարդակով ազատ վիզաների ազատականացման շուրջ այդ գործողությունների պլանն է եղել, հանձնարարականն է եղել, որը մենք Փառք Աստծո նորմալ առաջ ենք տանում։ Այս պահին կոնկրետ անդամակցության շուրջ ոչ մի քայլ չկա։ Մենք իհարկե հույս ունեինք, որ ասոցիացման շուրջ գոնե կսկսվեն քննարկումներ, բայց այդ քննարկումների զուգահեռ դու նաև պիտի ԵԱՏՄ-ից դուրս գալու ուրեմն քայլեր ձեռնարկես, որտեղ ահռելի օրենսդրական աշխատանք է կատարվել 2013-ից հետո մեր ամբողջ օրենսդրությունը համապատասխանեցրել ենք ԵԱՏՄ-ին, այդ նշանակում է, որ եթե մենք սկսում ենք DCFTA-ի շուրջ քննարկումներ, զուգահեռաբար պիտի սկսենք օրենքների համապատասխանեցումը ուրեմն եվրոպական տնտեսական եւ մաքսային տարածքին համապատասխանեցնել։ Լավ է, որ այդպիսի փորձ կա, վրացիները կան, մոլդովացիները կան, ուկրաինացիները կան, կարող ենք այդ փորձը միանգամից բերել եւ մեզ մոտ ավելի հեշտությամբ, ավելի դյուրությամբ իմպլեմենտացնել։ Սա է իրավիճակը։ Մեզ հիմա վկայաբերում են օրինակ, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը փաստորեն խնդիրներ է առաջացրել ռուս ներդրողները ավելի այսպես զգուշավոր են, դեպարտամենտը դա էլ է ասում, վախեցած են եւ այլն, գիտեք, ներդրումներն է երկու անգամ ընկել։ Ես ճիշտ ասած, հա, այդ ոսկու հատկապես ոսկին մեծ ավելացված արժեք էր իբր ստեղծում, հիմա
առևտուրը Դե չեն ասում, որ իրականում զուգահեռ ներմուծումն է ավարտվել։ Ի վերջո Սամվել Կարապետյանը Հայաստանում է որպես ռուսաստանցի օլիգարխ, թե որպես օրինակ Կիպրոսի օֆշորային տարբեր այսպես ներդրումներ իրականացրած անձ։ Այստեղա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես եկեղեցու պաշտպան, թե օրինակ Զախարովայի եւ Կալուգինի պաշտպանյալ։ Երկրորդ, Սամվել Կարապետյանի նկատմամբ առանց անմեղության կանխավարկածը վիճարկելու կա քրեական վարույթ։ Թույլ տվեք թող այդ քրեական վարույթը շարունակվի, դատարանը որոշել է, որ խափանման միջոցը պիտի լինի կալանավորումը, մարդու նկատմամբ որևէ դատական վճիռ չկա, որ դուք հիմա դրել այդպես ոռնոց եք բարձրացնում ձեր 4-րդ դեպարտամենտներից։ Ավելին չի կարող Հայաստանում որևէ քրեական վարույթ տեղի ունենալ կամ դա պայմանավորված լինել երրորդ երկրի ուրեմն ներդրողների այսպես կոչված անհանգստություններով։ Եթե կա քրեական վարույթ իրականացնելու անհրաժեշտություն, հիմք, ուրեմն այդ քրեական վարույթը Հայաստանը պիտի իրականացնի անկախ նրանից Ռուսաստանում քանի հոգի է ուզում ներդրում անել Հայաստանում։ Ավելին Սամվել Կարապետյանից առաջ այդ ուր էին այդ ներդրողները։ Այդ դուք երբ եք կարողացել որևէ բան ներդնել 2002 թվականից 100 միլիոնի դիմաց Հայաստանի ռազմավարական ձեռնարկությունները վերցրել եք այս սրիկաներ, մի սենտ, մի լումա ներդրել եք այդ ձեռնարկություններում։ Եկեք ձեր ձեռնարկությունների մեջ դրեք այդ փողերը։ Բա մի հատ աշխատատեղ ստեղծել եք ու դուք այ անամոթներ հիմա մեզ ինչ որ բան եք հիշեցնում պայմանավորելով Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։ Այս մենք ենք մեղավոր։ Մեզ հետ խոսում են այնպես, ինչպես մենք թույլ ենք տալիս։ Եվ ընդհանրապես արտաքին աշխարհում մեզ հետ տեղի ունեցողը պայմանավորված է մեր ներքին իրավիճակով։ Այս Քոչարյան, Սերժ Սարգսյան, մնացածներ այս բոլորը թույլ են տալիս, որ Հայաստանի հետ սենց խոսեն։ Հայաստանի իշխանությունները չունեն են կամքը, որ սրանց բերանը ընդմիշտ կարողանան այնպես փակեն, որ դա դաս լինի իրենց տերերին Ռուսաստաններում։ Չենք կարողանա միջև վերջ մեզ Եվրամիության այդ 15 միլիոնն էլ չի օգնի, 25-ն էլ չի օգնի, որտեվ Եվրամիությունը չի գալու մեր փոխարեն ուրեմն մեր տնային աշխատանքը կատարի։ Կանենք մեր տնային աշխատանքը, այդ Եվրամիության այդ միջոցները անհրաժեշտ ուրեմն իրենց գործը կանեն։ Մենք եկել ենք այստեղ մեդիայի եւ հիբրիդային հարձակումների դեմ պայքարի համար Եվրամիությունից միջոց ենք ուզում։ Փող ենք ուզում, 15 միլիոն փող ենք ստանում մեր հարկատուների հաշվին գործող մուլտիպլեքսում, հանրային հեռարձակման տարածքում 3 ռուսական հեռուստաալիք է գործում, որը ամբողջ օրը վայրահաչում է Հայաստանի դեմ։ Մենք եթե այդ ալիքները չենք կարողանում նույնիսկ փակել, այն ինչ որ հարկատուներից հաշվին է, այն ինչ որ կաբելային ցանցում ամբողջ օրը զազրախոսում են ու վայրահաչում են Հայաստանի դեմ, այդ չենք կարողանում անջատենք։ Եվրոպական միության 15 միլիոնն ինչի համար եք վերցնում։ Այդքան կամք չունեք այդ ալիքները նույնիսկ փակեք։ Չի լինելու։ Մենք միջև այդ աշխատանքը մեր ներսում չկատարենք, ոչինչ առաջ չի գնալու։ Պարոն Բաբաջան, ես առաջարկում եմ նայենք խոսել, քննարկենք այս խնդրի մի այլ չափում։ Ներդրումների մասին խոսեցիք, Firebird-ի ներդրումները, որոնց մասին խոսվել է 500 միլիոն, իրականում արդեն հասկանալի է, որ դա մի քանի ուղղություն է լինելու, այդ թվում նաև Nvidia-ի մասնակցությամբ, եւ խոսքը գնում է ոչ թե 500 միլիոնի, այլ միլիարդների մասին արդեն է։ 500 միլիոն առաջին ֆազան է, հետո ուրեմն կլինի 1.5 միլիարդ։ Այո, եւ ավելին։ Ընդհանուր առմամբ այս պահին կա 2 միլիարդի հանձնառություն։ Ավելին ասեմ, օրինակ ես Լոս Անջելեսում 2 շաբաթ առաջ հանդիպեցի գործարարների մի շրջանակի, ովքեր 120 միլիոն հենց այդ ծրագրում պատրաստվում են ներդրում անել ու իրենց համար իդեպ Սամվել Կարապետյանի անազատության մեջ գտնվելը որևէ կաշկանդող Պարոն Բաբաջանյան, ԵԱՏՄ-ի հետ այս ամենը ինչպես է կորելացվում։ Չի կորելացվում, չի լինելու այդպիսի բան։ Վաղ թե ուշ այդ կարգավորումները պիտի վերանայվեն, Հայաստանը չի կարող միաժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միության մեջ եւ օրինակ ամերիկացիների հետ կոնսորցիում ստեղծել եւ տեխնոլոգիական համագործակցության շուրջ
ձեռք բերված պայմանավորվածությունները, հռչակագրերը, որոնք որ ձեռք են բերվել 3 ուղղություններով ճանապարհների ապաշրջափակում, խաղաղության խաչմերուկ, այսինքն ուրեմն էներգետիկ համագործակցություն եւ տեխնոլոգիական համագործակցություն։ Այս 3 ուղղություններով սրանք Հայաստանի համար ունեն էգզիստենցիալ նշանակություն։ Խաղաղությունն եք ուզում, այս 3 ուղղություններով պիտի Հայաստանը ինտենսիվ աշխատի ամերիկացիների հետ։ Այս ուղղություններով, եթե մենք մեր աշխատանքը, տեմպը, որակը, խորությունը նվազեցնենք եւ մտածենք, թե ռուսները ինչ կասեն, ռուսները ինչ կանեն եւ փորձենք որևէ բան անել ռուսների հետ այս ուղղություններով, ուրեմն խաղաղություն չի լինելու, որովհետև խաղաղությունն ու Ռուսաստանը անհամատեղելի են։ Ռուսաստանի նպատակը, ինչպես եւ նրանց գործակալական ամբողջ այդ դավաճանական շրջանակի նպատակը Հայաստանում խաղաղության հաստատումը չէ, Հայաստանում հենց պատերազմ հրահրելն է, որի միջոցով իրենք կկարողանան իրենց ռևանշը իրականություն դարձնել։ Սա է։ Պարոն Բաբաջանյան, անկեղծ ասեմ ձեզ, ինձ ուկրաինական պատերազմը առաջին հերթին հետաքրքրում է այնքանով, որքանով դա մեզ համար պատոհան է տալիս հնարավորությունների պատոհան, որպեսզի մենք այս բոլոր նախագծերը իրականացնենք։ Եվ այդ ժամանակը պատոհանը հասկանալի է, մի օր փակվելու է այդ պատերազմը, ավարտվելու է, եւ շատ կարեւոր է թե ինչ է լինելու դրանից հետո։ Արդյոք մենք կարող ենք այսօր արդեն ընդունել որպես կոնստանտ, որ երբ այն օրը, երբ որ այդ պատերազմը ավարտվեց, Ռուսաստանը թեքվելու է դեպի հարավային Կովկաս եւ ճնշումը մեծացնելու։ Չեմ կարող ասել, դա շատ կարեւոր է հասկանալ, թե Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ ինչպիսի պայմանավորվածություն կունենա, որովհետեւ ըստ ամենայնի Ռուսաստանը համարում է, որ ինքը զիջումների է գնում ուկրաինական պատերազմի կարգավորման, ամերիկյան կարգավորման պլանի շրջանակներում եւ հնարավոր է որ այդ զիջումների դիմաց ինքը այլ բան ուզի եւ մենք չգիտենք ամերիկացիները ինչ, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանը որովհետեւ մեկը չի կարող բացառել եւ մեր խնդիրն է որ ամերիկացիների հետ մեր պայմանավորվածությունները այնքան խորացնենք որ ամերիկացիները չկարողանան շրջել այդ պայմանավորվածությունները այսինքն մենք հիմա այնքան պիտի գործնականացնեինք արդեն պիտի ունենայինք պայմանագրեր արդեն պիտի նախագծերը այն աստիճան ուրեմն առաջ գնացած լինեին, որ որևէ քննարկում, որը կշոշափեր օրինակ հարավային Կովկաս, այդ թվում Հայաստան, Միացյալ Նահանգները ասեին մենք այստեղ արդեն առաջ ենք գնացել։ Բայց քանի դեռ մենք դա չենք արել, քանի դեռ մենք միայն խոսում ենք, այսպես տեսական, անընդհատ քննարկում ենք, մեզ դա պետք է թե պետք չի, որտեղ ներսում ախր մենք կոնսենսուս չունենք, որտեղ քաղաքական այս բալաստը, այս ախորը Միջև վերջնական տեսքի չբերենք, որ մենք չունենք այլ ընտրանք ուղղակի այս համաձայնություններին։ Այս համաձայնությունների այլ ընտրանքը անորոշությունն ու քաոսն է, ինչի երազում են մեր քաղաքական մրցակիցներն ու ընդդիմախոսները։ Դրանց բերանը միջև չփակես, դրանց ֆինանսական աղբյուրները միջև չփակես, միջև դրանց ախորժակը Հայաստանը չեղարկելու ախորժակը միջև չփակես, մենք չենք կարող այս համաձայնություններում առաջ գնալ։ Եվ ասեմ ձեզ, ամերիկացիները հստակ ասում են, որ այս պայմանավորվածությունները չեն կարող կախված լինել մի քաղաքական ուժից։ Այդ դրա համար առաջիկա գործընթացներում չափազանց կարևոր է, որպեսզի այս համաձայնություններին կողմ քաղաքական ուժերի լայն ներգրավվածություն լինի քաղաքական process-ներին եւ նրանք ներկայացված լինեն ազգային ժողովում։ Չի լինի այդպիսի բան։ Ամերիկացիները շատ լուրջ անհանգստություն ունեն։ Չի կարող խաղաղությունը երկրի կախված լինել մի քաղաքական ուժից։ Քաղաքական մեծ մասնակցություն պիտի լինի եւ իշխանական եւ ընդդիմադիր եւ համաձայնություն պիտի լինի, որ խաղաղությունը չունի այլ ընտրանք։ Հենց մի քաղաքական ուժից կախված եղավ խաղաղությունը եւ հայ-ամերիկյան այս պայմանավորվածությունները հեշտությամբ ռուսները ուղղակի կչեզոքացնեն այդ պայմանավորվածությունները, որտեղ հերիքա այդ քաղաքական ուժին դնես, այսպես նշանառության տակ, այդ քաղաքական ուժը երկար չի դիմանա եւ վաղ թե ուշ կընկրկի խնդիրներ կլինեն, իսկ մենք առաջարկում ենք, որպեսզի ազգային ժողովում բուֆեր ստեղծվի։ Պիտի լինեն ուժեր, որոնք գուցե ավելի շատ են ցանկանում Ամերիկայի, Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ ուրեմն խորացնեն
Հայաստանի հարաբերությունները։ Ես կարծում եմ, որ մենք այդպիսի քննարկում, այդպիսի քաղաքական ուժերի բազմազանություն ունենալու դեպքում խորհրդարանում մենք կարող ենք իհապես ապահովագրել, որ խաղաղությունը եւ խաղաղության գործարքը, այդ թվում նաեւ հայ-ամերիկյան պայմանավորվածությունները, այդ թվում նաեւ Եվրամիության հետ խաղաղության օրակարգը, այդ թվում Եվրամիության անդամ առանձին երկրների հետ մեր ստրատեգիական համագործակցությունը կարող է ուրեմն երկարաժամկետ լինել եւ կենսագործվել։ Չենք կարող անել մեր ներսում միջև այս քաղաքական համաձայնությունը չկարողանանք կայացնել, այո, տեսնում եք ոնց են ոռնում Եվրամիության հետ այս համաձայնությունը այդ երեք Կայա Կալասի ասացից հետո։ Տեսնում եք այն ուժերը, որոնք որ իրենց ամբողջ հույսը եղել է կեղտոտ փողերը, քվե առնելը եւ որևէ մեկը չի գնում օրինակ, տեսեք մեր հիմնական քաղաքական մրցակիցները միլիարդներով մտել են համայնքներ, մարզեր ու բան են անում։ Մեծ հաշվով արդեն ընտրակաշարք են բաժանում իրական աշխատանքի են ընդունում։ Հիմա ինձ համար որպես քաղաքական ուժ ես անհավասար պայմանների մեջ եմ, ես ուզում եմ հասկանալ օրենքը ինձ թույլ է տալիս հիմա ես նախընտրական քարոզարշավի մեջ լինեմ։ Իսկ որևէ մեկը պիտի երաշխավորի ինձ այդ հավասար պայմանները։ Ես եւ մեր ձևով, որը քաղաքական ուժ չի, թևերը, չգիտեմ ինչա եւ մնացածները պիտի ունենանք հավասար ստարտային պայմաններ։ Այսինքն իրենց փողերը պիտի ուսումնասիրվի, որտեղից են գալիս այս պահին, թե չէ։ Ես ունեմ շատ թափանցիկ փողեր, որը ստանում եմ հայկական բիզնեսից, իմ աջակիցներից եւ պատրաստ եմ հաշվետվություն ներկայացնել հանրության հետ։ Մարդիկ պատրաստ են ներկայացնել այդ հաշվետվությունը, թե չէ։ Թե իրենց նախկին հեծի աշխատակիցներով ու չգիտեմ ում, որ այսքան տարիներով աշխատավարձ են տվել, վերել են, լցրել են, հիմա էլ թե 16000 թե 14000 կամավոր ունենք։ Այդ ձեր կամավորներից ձեր աշխատողներն են։ Մենք չունենք այդքան աշխատող։ Մենք մաքուր քաղաքական պայքար ենք առաջարկում ձեզ։ Եվ իհարկե պետության գործառույթն է եւ պարտականությունը իմպերատիվ հավասար պայմաններ ստեղծել մեզ համար, որ մտնենք քաղաքական պայքարի մեջ։ Եթե միլիարդների շուրջ պիտի լինի մեր մրցակցությունը, մենք այդտեղ պարտված ենք։ Պարոն Բաբաջանյան, միանշանակ կիսելով ձեր մտահոգությունը եւ պատճառները նշեմ, որ իշխանության ներկայացուցիչների հետ շփվելուց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանք բավականին անհոգ են իրականում եւ ամեն ինչ հերթական անգամ ուզում են թողել ժողովրդի ընտրողի ուսերին, այսինքն թող ընտրողը գնա եւ ընտրի եւ մոլդովական սցենարը, այն սցենարը, որը կիրառվել է Մոլդովա իշխանությունների կողմից, ես այդ տեսանկյունից եմ ասում, կարծես թե նրանք չեն էլ պատրաստվում դրան եւ ասում են, որ ամեն ինչ թող որոշվի հունիսի 7-ին ընտրությունների ժամանակ եւ մարդիկ թող գնան իրենց քվեն տան եւ ինչպես կձևավորվի այդ քվեն, այստեղ մտահոգություն չկա։ Դե ես կարծում եմ, որ ինքնին եվրոպացիներին դիմել եւ այս փողերը ստանալու process-ը հույս է առաջացնում, որ մոլդովական փորձը 15 միլիոնի մասին եք ասում։ Այո, փորձը կիսվելու եվրոպացիների այս պատրաստակամությունը նաեւ մեծ համար է հնարավորություն եվրոպացիներին համոզել, խոսել, ասել, որ իրենք պիտի նաեւ պահանջներ ներկայացնեն Հայաստանի իշխանությունների առաջ, օրինակ, ստուգել պատշաճ ձևով մարդկանց ֆինանսական եւ քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերը, այդ փողերը ինչքանով են մաքուր, այդ փողերը ռիսկեր ստեղծում են մեր քաղաքական համակարգի համար, թե չէ, որտեվ լինել ռուսաստանցի օլիգարխ ինքնին արդեն սպառնալիք է մեր քաղաքական համակարգի համար։ Ամենայն հարգանքով, բայց այդ մարդու փողերը պրոբլեմ է մեր քաղաքական համակարգի համար։ Այդ մարդը ինքը տեղով սպառնալիք է, որտեվ եթե մենք չենք կարողանում այդ սպառնալիքը չեզոքացնել եւ հավասար պայմաններ ստեղծել մյուս սուբյեկտների, մյուս քաղաքական դերակատարների համար, մենք բոլորս գնանք ուրեմն տուն, թողենք թող 4 միլիարդով մարդիկ մտնեն, Հայաստանը առնեն, գնան։ Պարզ է, չէ, որ եթե փողով է չափվում, այդտեղ մրցակցության բան չկա։ Եվ ինչն է պետության գործառույթը, ոչ թե մարդուն տանել միայն ազատազրկել, այլ մարդու կարողությունները այլևս թույլ չտալ, որ ունենա այդպիսի դոմինանտ ազդեցություն քաղաքական process-ի վրա, որովհետև օրինակ մենք չենք պլանավորել այս պահին քաղաքական ամբողջ երկրում գրասենյակներ բացել, բայց քաղաքական ուժը գրանցված չի, քաղաքական ուժը կանոնադրություն չի հաստատել
Այդ ո՞նց է այդ գրասենյակները հիմնում։ Ինչ անվան տակ, այդ ինչ նախաձեռնություն է, ով է ուսումնասիրել, որտեղ են այդ գումարները նստում, եթե դուք չեք գրանցվել, դուք չեք կարող բանկային հաշիվ ունենալ։ Մենք կոնկրետ ունենք բանկային հաշիվ, Սփյուռքից ինձ խնդրում են, որ մեզ փող տան, ես ասում եմ չեք կարող տալ, որովհետև դուք պիտի Հայաստանի ռեզիդենտ լինեք, Հայաստանում բիզնես ունենաք, որ կարողանաք ինձ փող փոխանցեք։ Այդ բաները իրենք ասում են իրենց նվիրատուներին։ Թե իրենք նվիրատվության կարիք չունեն, որտեղ իրենք հարուստ են։ Կներեք, այդտեղ զուտ տեխնիկական քննարկումներ են, որոնք էական ազդեցություն ունեն Հայաստանի սուբյեկտայնության վրա, Հայաստանի անկախության վրա, որովհետև ի վերջո, եթե հավատում ենք, որ այդ ընտրությունները, ժողովրդավարությունը Հայաստանի անվտանգության հետ կապված, կարևոր իրողություն են, որտեղ ժողովրդավարությունը եւ Հայաստանի պետականությունը, ժողովրդավարությունը եւ անվտանգությունը սերտորեն կապված են Հայաստանի դեպքում։ Եվ ես գիտեմ, որ ռուսները ձգտում են ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի իշխանությունները կեղծեն այդ ընտրությունները։ Կեղծված ընտրություններ նշանակում է Հայաստանի պետականության չեղարկում։ Իրենք ամեն ինչ անում են, այդ թվում նաև եթե չկարողանան իրենց բոլոր միջոցները գործադրել, հասնեն նրան, որ իշխանությունները հանուն վեհ նպատակի գնան կեղծիքների։ Ես հույս ունեմ, որ այդպիսի մտադրություն չի լինի, հավատացած եմ, որ այդպիսի բան չեն անի, բայց այս մտադրությունները նույնիսկ մեզանում չպիտի տեղ ունենան։ Ինչպես Հայաստանի իշխանությունները պիտի դրանք կանխարգելեն, թույլ չտան, որպեսզի արտաքին որևէ դերակատար Հայաստանի ներքաղաքական կյանքի համար, Հայաստանի ժողովրդավարության համար այդպիսի սպառնալիք կարողանա առաջ բերել եւ այդպիսի սպառնալից հերանեկարներ կարողանա ծրագրել։ Պարոն Բաբաջան, եւ վերջում հերանեկարների մասով հարց, ինչով է սպառնում Հայաստանի Հանրապետության ապագային մեր ձևով մեծամասնությունը խորհրդարանում եւ մեր ձևով ընդդիմությունը որպես ընդդիմություն ամենամեծ ընդդիմությունը խորհրդարանում։ Ես առանձին քաղաքական ուժերին ընդհանրապես չեմ ուզում քննարկել։ Երբ որ ես ասում եմ մեր ձևով, ես նկատի ունեմ այդ ամբողջ չէ։ Ես հատուկ նշեցի մեր ձևով։ Նայեք, Պարոն Կարապետյանի ուժը կոնկրետ։ Ամբողջ խնդիրը հետեւյալն է, ընդհանրապես փորձ է արվում հիմա այս նախընտրական ամբողջ process-ը դարձնել օգոստոսի 8-ի եւ նոյեմբերի 9-ի միջև ընտրություն։ Որը իրականում գոյություն չունի այս պահին։ Դա ամենասարսափելի բանն է, որովհետեւ մենք պիտի եւ մենք փորձում ենք հետ տանել։ Այդպիսի ընտրություն չկա։ Հայ ժողովուրդը իր ընտրությունը կատարել է, այդ ընտրությունը հայ-ամերիկյան պայմանավորվածություններն են, այդ ընտրությունը խաղաղությունն է, այդ որը տենց ինչ որ էպիցենտներ են բերում, արժանապատիվ եւ այլն, իմացեք, որ դրանք քողարկված պատերազմի քարոզություն են։ Խաղաղություն է, արժանապատիվ նոր բանակցություն է, ոչ մի խաղաղություն արժանապատիվ եւ չգիտեմ ինչ չի լինում։ Շատ դաժան է ամեն ինչ։ Թուրքիային էստեղ ներգրավել, չգիտեմ, թուրքական վիլայետ, չգիտեմ ինչ, այս բոլորը ուղղակի պատերազմի քողարկված քարոզչություն են։ Մենք պիտի սթափ լինենք, մենք պիտի զգոն լինենք, թույլ չտանք, որպեսզի այս բոլոր բաները, ձևակերպումները ուրեմն մեզ բանից հանեն, հա։ Տեսեք, Միացյալ Նահանգների դեսպանը նախորդին շատ կարևոր հարցազրույց տվեց։ Ընդհանուր առմամբ ձևակերպեց, ինչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Ես կուզեմ, որ մենք կենտրոնանանք այդպիսի հարցազրույցների վրա եւ կենտրոնանանք ուրեմն հայ-ամերիկյան ապագա աշխատանքային խմբի ապագա անելիքների վրա, թե ինչ ձև կազմակերպական ինչ ձև կարող է ունենալ հայ-ամերիկյան կոնսորցիումը, ինչպես պետք է ամերիկացիները աշխատեն այդ ճանապարհին եւ ինչպես մենք պետք է ավելի ամրապնդենք մեր պայմանավորվածությունները ամերիկացիների հետ։ Թուրքիան, քանի որ առաջարկում է որպես իմաց դառնա TTIP-ի, դե ասեմ, որ դա մեր առաջարկն է եւ ամերիկացիներին մենք ենք խնդրել, որպեսզի Թուրքիան մաս կազմի եւ Թուրքիան իր մտադրությունը չիրականացնի։ Սահմանը ոչ միայն սահմանը բացի, այլ ընդրանքային Հայաստանը շրջանցող իրենք առանձին նախագիծ էին քննարկում, ընդհանուր միջև 3 միլիարդ եվրո էին փորձում ներգրավել։ Մեր նպատակն է, որպեսզի Թուրքիան որպես երկրորդ ճանապարհը անցնի Գյումրիով։ Այո, եւ Ղարսով, որպեսզի մենք կարողանանք օգտվել, այլապես ընդհանրապես կարող էր անիմաստ լինել այդ TTIP-ը։ Դա կարծես թե առաջընթաց կա այդտեղ։ Եվ ամերիկացիները, այո, ընդառաջ գնալով
մեր խնդրանքին Քույնը ըստ էության հաստատեց, որ մենք ուրեմն ջանում ենք թուրքերին մաս դարձնել։ Ուզում ասել, որ ստեղ շատ կարևոր առաջընթաց կա հայ-ամերիկյան ընդհանրապես բանակցությունները չեն սահմանափակվում միայն Միացյալ Նահանգներով եւ Հայաստանով։ Մենք ավելի լայն ռեգիոն ենք տեսնում։ Եվ ասեմ, որ Կենտրոնական Ասիայի մասնակցությունը եւս եղել է Հայաստանի ջանքերով եւ այդ գագաթնաժողովը, որ տեղի ունեցավ, ընդհանրապես հնարավոր եղավ օգոստոսի 8-ից հետո։ Եթե օգոստոսի 8-ի խաղաղության գործարքը չլիներ, չէր կարող լինել Կենտրոնական Ասիա Միացյալ Նահանգներ ձևաչափով գագաթնաժողով, որտեղ անիմաստ կլիներ։ Հիմա Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող այս ամբողջ միջին միջանցք կոչված այս նախագիծը հնարավոր է դարձել, որտեղ դրա սկիզբը դրվել է օգոստոսի 8-ին։ Այնքան մեծ խաղադրույք է այդտեղ դրված։ Ես կարծում եմ, որ մենք պիտի պատասխանատու կերպով սրան մոտենանք։ Պատկերացնում եք Եվրամիություն, Հնդկաստան, մի շարք առանձին երկրներ, Միացյալ Նահանգներ այս չափ շահագրգռված են ներդրվել այս ծրագրում եւ հանկարծ Հայաստանը այս բաշի բոզուկների այս քաղաքական պատկերացնում եք կամ պսևդո քաղաքական այս գործակալների այս դավաճանների բանով քաղաքական ճաշակով որոշեն հայ-ամերիկյան այս պայմանավորվածությունները խափանեն Հայաստանը մցնեն գորշ այսպես եւ քաոտիկ ուրեմն իրականության մեջ ինչպեսին մենք եղել ենք 25 տարի Տեսեք ոնց են ոռնում թե բա բանը Եվրամիությունը փող է տալիս որ մենք պայքարենք իրենց կեղտոտ փողերի դեմ Հակառակը մենք երեք քաղաքական հայտարարությամբ միանգամից ողջունեցինք այդ պայմանավորվածությունը եւ կոչ արեցինք Հայաստանի իշխանություններին ժամ առաջ ընդհանրապես ուսումնասիրել քաղաքական բոլոր ուժերի ֆինանսական ընդհանրապես քաղաքական եւ օլիգարխիկ այսպես նկարտումները այս ընտրությունների նկատմամբ որտեվ տեսնում ենք նաեւ այլ սուբյեկտներ Բարգավաճ Հայաստանի, Հայաստան, չգիտեմ ինչ, առաջարկ Հայաստանին, չգիտեմ ինչ, Քրիստոսի արձաններ, բաներ, պատկերացնում եք ինչ մեծ թղթապանակով են սրանք մտել պայքարի մեջ։ Այս բոլորը պիտի ուսումնասիրվի։ Եվ այո, եթե պետք է քաղաքական կուսակցությունները պիտի ուղղակի արգելվեն, որոշները չպիտի գրանցվեն։ Դրանց իրական նպատակները պիտի հիմա բացահայտվեն Եվ ես էլի պիտի կրկնվեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի սեպտեմբերի 18-ի դատավճիռը պիտի լինի ուղեցույց Հայաստանում քաղաքական ուժերի մի ամբողջ խումբ քաղաքական գործիչների մի ամբողջ խումբ ուղղակի պիտի արգելվի նրանց մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Վարչապետի այդ հայտարարությունը մենք ամբողջությամբ աջակցում ենք Հաջորդ խորհրդարանում ասում է չպիտի լինեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ նրանց հետ կապված քաղաքական ուժերը, բայց հույսը չպիտի դնեք ժողովրդի վրա։ Դուք պարտավոր եք ուղակի ձեր տնային աշխատանքը կատարել։ Եվրոպացիներից փող եք բերել, որպեսզի մոլդովական փորձը կարողանաք այստեղ կիրառել, այդ փորձը հենց դրա մասին է։ Երկու քաղաքական ուժ արգելվեցին նրանց մասնակցությունը, ուղղակի բացահայտվեց նրանց կապը Ռուսաստանի հետ, նրանց կեղտոտ փողերի շրջանառությունը ընտրական process-ում եւ մի կուսակցությունը նույնիսկ ընտրական բյուլետենում նրանց անունը կար։ Նախորդային ընտրությունների ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստերի ճնշման տակ հրաժարվեց նրանց գրանցումը թույլ տալ։ Եվ այդպես համանadrական դատարանը ուղղակի դուրս շպրտեց այդ քաղաքական ուժին։ Դուք հիմա հայաստանյան քաղաքական ուժերը ոռնում են, վայնասուն են դրել, թե բա Մոլդովայում այդպիսի բան ա եղել։ Իսկ Մոլդովայում հանրային որևէ արձագանք այդ կուսակցությունները չգրանցելու վերաբերյալ դուք լսել եք։ Որևէ մեկը փողոց դուրս եկել է, բայց այստեղի կուսակցությունները ինչի են ոռնում դրանց փոխարեն։ Այսինքն մի հատ մոլդովացի դուք տեսել եք որ դուրս գար եւ համանadrական դատարանի որոշման այդ որոշման դեմ բողոքեր Բագոնը ձեները կտրեք դուք ինչ գործ ունեք Մոլդովայի համանadrական դատարանի որոշման վերաբերյալ այստեղ կարծիք հայտնեք այն բանից հետո երբ Հայաստանը եւ Եվրամիությունը որոշել են ուղղակի որպեսի օգնություն հա մոլդովական փորձը Հայաստանում կիրառելու
հարցում աջակցություն ստանալ Եվրամիությունից։ Շնորհակալություն։ Ես եմ ձեզ շնորհակալ իրականում պարոն Բաբաջանյան, հուսանք, որ մեր հաջորդ զրույցը կլինի շատ ավելի բարենպաստ մթնոլորտում, որը թույլ կտա մեզ ունենալ շատ ավելի լավատեսական կանխատեսումներ պատրաստ ենք, մեր ապագայի համար։ Ավելի բարենպաստ մթնոլորտ, թե կլինի ավելի ջղային, էական չի։ Մենք մեր մտադրության մեջ աներեր ենք, մեր մասնակցությունը առաջիկա գործընթացներին ինքնանպատակ չի, մենք մեր պատասխանատվությունն ենք զգում մեր առաջ, մեր պետության առաջ, մեր քաղաքական կուսակցության առաջ, մեր ընտրողի առաջ եւ որևէ խոչընդոտ մեզ չի կարող մեր ճանապարհից շեղել։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Առաջինի հյուրն էր Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջինի եթերում։